Չինը որպես փաստաբան անվճար խորհուրդ, եթե նույնիսկ ունեք 50 միլիոնը գերազանցող գույք, որի թղթերի մասին դուք չունեք, մի բարձրաձայնեք, որովհետև օրենքում կարող է առաջանա 5-րդ հոդվածի առաջի մասիվի 7-րդ կետ, որը կասի, որ որևէ տեղ բարձրաձայնել է, որ նման գույք ունի, որի թղթերը չկա, հետևաբար դա հիմք է, որպեսզի գնանք բռնագանձելու։ Եվ ընդհանրապես բոլորին է սա վերաբերվում, բայց այդ ձեր հարցին հիմա մի քիչ ավելի լուրջ պատասխանեմ։ Երբ որ այս օրենքի կիրառությունը քննարկվում էր, իմ կարծիքով այս օրենքը նաև հակասահմանադրական է, որովհետև ինքը ունի խտրականություն էյջիզմ, տարիքից կախված խտրականության է ենթարկում։ Հիմա երբ որ մենք դիտարկում ենք, ես որ սահմանադրական դատարանի որոշումը վաղեմության ժամկետով ցիտեցի, դա ձևական չեմ ցիտել, երկու օրինակ հիմա կցիտեմ, երբ որ ես կոնկրետ գործարքի մասով, պարոն Քոչարյանի գործի հետ կապված չէ, կոնկրետ գործարքի մասով ասում ենք, հեսա պայմանագրում գրված է, վճարվել է 4 միլիոն դրամ, 4 միլիոն 10,000 դրամ 90-քանի թվականին։ Ուղղակիորեն նախատեսված է 4 միլիոն դրամը վճարվել է արժեթղթերով, 10,000 դրամը վճարվել է դրամով։ Գրած այդ պայմանագիրը կա, բերել են, ներկայացրել են, քննարկում ենք։ Ասում է հետո, ասում է դու չունեք 4 միլիոն 10,000 դրամ, ասում են պետք չի ունենալ 4 միլիոն 10,000 դրամ, պետք է ունենալ 4 միլիոնի արժեթուղթ, ասում է արժեթուղթ էլ չունեք ոչ մի։ Ասում են բայց գոնե գիտեք ինչ է, ասում է ինչ, ասում են վաուչեր է, ես էլ եմ փոքր, տենց չէ որ շատ մեծ եմ տարիքով, բայց դատախազը ինձնից մի քիչ էլ է երիտասարդ։ Ասում է ես չգիտեմ, ես այդ ժամանակ նոր էի ծնվել, ցիտում եմ, սա ոչ թե ուրճացնում եմ, ոչ թե հիմա ասում եմ կլինի գնանք մի քիչ տարիքով դատախազ կա, անդորում լավ կլինի որ ինձնից էլ տարիքով լինի, որտեվ իմանա, որովհետև փաստեր կան, որոնք եթե մենք խոսում ենք մարդու մասին, ես հիմա 40 մի քիչ տարեկան եմ։ Եթե մենք խոսենք ինչ-որ մեկի մասին, ով 50-60 տարեկան է եւ իր հիմնական գործունեությունն իրականացրել է 80-ականներին եւ 90-ականներին, համոզված եղեք, որ ուրեմն 80-ական 90-ականներին ձեռք բերված Հյուսիսային պրոսպեկտի, Մաշտոցի պողոտայի 3 սենյականոց բոլոր բնակարանների սեփականատերերը չունեն ապացույցներ, որ այս գույքը ձեռք են բերել օրինական փողերով։ Դուք համոզված եղեք, որ 90-ականներին ապրած բոլոր մարդիկ ինքնին պետք է մահացած լինեին դատախազության ստանդարտով։ Դե տենց է ստացվում, այսինքն ասում դու օրեր ստացել ես այսքան աշխատավարձ նվազագույն զամբողահաշման պարտք ես մնացել։ Ուղղակիորեն պիտի մահացած լինեինք բոլորս։ Ակնհայտ է, չէ՞ որ օբյեկտիվ իրականության մեջ մահացած չենք, կենթանի ենք բոլորս։ Նշանակում է ինչ որ ձև ապրել ենք, կամ ազգը ամբողջությամբ ապօրինի է, կամ իրականում օրենքն է սխալ։ Ես ավելի հակված եմ երկրորդին։ Հիմա երբ որ վերադառնում ձեր կոնկրետ հարցին, ես գտնում եմ, որ սահմանադրական դատարանի որոշումից անկախ Ռոբերտ Քոչարյանի եւ ընտանիքի անդամների գույքերը չէին կարող բռնագանձվել, որովհետեւ արկա է բոլոր հիմնավորումները։ Այդ դատական էթքուլին չեն կանցել։ Եվ ես գտնում եմ, որ անկախ նրանից, որ իր մոտ արկա է բոլոր հիմնավորումները, որևէ անձ ներառյալ Ռոբերտ Քոչարյանը եւ ընտանիքը պարտավոր չի դատական գործընթաց անցնի եւ ապացուցի իր կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի օրինականությունը կամ ապօրինությունը, եթե մենք չենք որոշում ընդունում ոչ թե ինչ-որ sense ընտրովի process իրականացնել, այլ ինչ-որ գործընթաց չի տեղի ունենում, ընդհանրական ամբողջ ազգի բոլոր մարդկանց առանց քրեական գործի, առանց ոչ մի բանի, ինչ-որ մի հատ օբյեկտիվ ստանդարտով պայմանական անունը դնեմ փաստաթղթավորում եք ուզում անունը դրեք, ուզում եք ամնիստիա դրեք, ուզում եք օրինականացում դրեք, ինչ ուզում եք դրեք, այսինքն մի հատ process, որը բավականին խնդրահարույց է, բոլոր երկրները ով որ դա արել են, ունեցել են կորուստներ, ոչ թե աճ։ Բոլոր քաղաքացիները, ովքեր ակնկալել են, որ այս գործընթացի արդյունքում իրենց բարեկեցությունը պետք է լավանա, իրականում վատացել է։ Այդ բոլոր մարդիկ էլի լավ են մնացել, մնացածինը վատացել է։ Դրա համար ես վերադառնալով հարցին, ես բոլոր գործերով, այդ թվում նաև երկրորդ նախագահի գործով, բայց բնացած բոլոր գործերով միջնորդելու եմ, որ ըստ էության մերժվի, այցադիմումները, մանդ ձևակերպումները, որը կլինի կքննարկենք, կհամաձայնեցնենք, բայց չի կարող այս վարույթները շարունակվել։ Սա զուտ որպես մոտեցում, բայց ես նորից վերադառնալով ոչ մեկին չասեք 50 միլիոնից ավել ձեր գույքի մասին։ Ես սկսեմ երկրորդ հարցի պատասխանից, ուրեմն ինչ վերաբերվում է 50 միլիոն դրամին։ 50 միլիոն դրամ արժողությամբ գույքը, ասենց շատ կենցաղային լեզվով ասված, առանձնապես ոչ կենցաղային լեզվով ասեմ, այսօր առանձնապես երևելի բան չի։ Այսինքն եթե դուք չափանիշը դնում եք այնպես, որ յուրաքանչյուր անձը, որ դուք ասելով նկատի ունեմ պետությունը, որ յուրաքանչյուր մարդը, որ կենտրոն վարչական շրջանում ունի, ասենք մի հատ շատ թե քիչ մեծ մակերեսով տուն, ուրեմն
իր վրա արդեն պետք է այդ օրենքը տարածվի, ես դրա հետ համաձայն չեմ։ Համաձայն չեմ, որովհետև մենք, այսպես ասեմ, էլի Հայաստանի Հանրապետությունն էլ մենք էլ անցած տարի չենք ծնվել, 7 տարի առաջ չենք ծնվել, 10 տարի առաջ չենք ծնվել։ Ես 35 տարի առաջ եմ ծնվել, 35 տարի առաջվա պետությունը լրիվ այլ պետություն էր։ Այն ժամանակ որևէ մեկը չուներ ոչ իրավական, ոչ էլ բարոյական, ընդ որում ես համարում եմ, որ այսօր էլ պետքա չունենա, պարտականություն իր կյանքը ապրել այնպես, որ փաստաթղթերը պահպանվեն, փաստաթղթավորել իր ամբողջ եկամուտները։ Ուրեմն հետևաբար ես այդտեղ որևէ այսպես խնդիր չեմ տեսնում, եթե որևէ մարդ ունի 50 միլիոն դրամը գերազանցող գույք, որի ծագումնաբանությունը հնարավոր չի հիմնավորել, դա շատ նորմալ է, դա նշանակում է, որ մարդը ունի ապրած կյանք, ընդհանրապես դա է նշանակում։ Ինչ վերաբերվում է ընդ որում ես ձեզ ասեմ, այսօր վերջի տարիներին պետությունը հենց քաղաքականությունը տանում է այնպես, որ միգուցե 40 տարի հետո եկող սերունդը այլևս չկարողանա այս արգումենտը բերի, չկարողանա ասի, որ մենք նման պարտավորություն չենք ունեցել, որտեղ հիմա մտնում են հայտարարագրումը, ամբողջ ուժով պրոպագանդվում է, այսպես ասած, անկանխիկ գործարքները, անկանխիկ գործառնությունների մասին օրենք է ընդունվում, որով կանխիկ դրամի շրջանառությունը սահմանափակվում, բայց դա նորություն է։ Այդ ամեն ինչը այն ժամանակ չի եղել եւ շատ նորմալ է, որ ես կարող եմ օրինակ տեսականորեն ինչ որ մի բանի փաստաթուղթ պատրած գցած լինել, համապատասխան մարմինն էլ այսօր կարող է ասի ես իմ մոտ չեմ պահպանել հիմքերը եւ ինչա դա նշանակում։ Դա նշանակում է, որ ինձ ինչ որ մեկը գույք պետքա տանի, համաձայն չեմ։ Ինչ վերաբերում է ձեր ասած առաջին հարցին, ուրեմն այսպես ասեմ, ինչպես պարոն Օրբելյանը նշեց, ես էլ մոտավորապես նույն ձևով կարձագանքեմ, որ նախ անկախ սահմանադրական դատարանի որոշումից պարոն Սարգսյանի ընտանիքի դեմ ներկայացված հայցը ենթակա մերժման, քանի որ մենք բոլոր անհրաժեշտ ապացույցները ներկայացրել ենք, ուղղակի գործի քննությունը դռնփակության կարգով է իրականացվում եւ հանրության մասնակցությունը սահմանափակված է, բոլոր անհրաժեշտ ապացույցները այն ողջամիտ ծավալով, որը որ թե սահմանադրական դատարանի որոշման, թե առանց այդ որոշման տեսանկյունից կարող էր անհրաժեշտ լինել, որպեսզի ամեն ինչի օրինականությունը հիմնավորեր, այդ ամեն ինչը վաղուց ներկայացված է։ Ինչ վերաբերում է սահմանադրական դատարանի որոշումից հետո ստեղծված իրավիճակին, այո, ես գտնում եմ, որ այդ գործը հայցը ենթակա է մերժման ակնհայտ անհիմն լինելու հիմքով, որովհետև մեղադրանքը, որի հիմքով հարուցվել է վարույթը, որևէ կապ չունի այն գույքերի հետ, որոնք նշված են հայցում, եւ երկրորդ, եթե նույնիսկ կապ ունենար, հայցի հիմքում վկայակոչված չի որևէ կապ ենթադրյալ հանցանքի եւ պահանջվող գույքերի միջև։ Եվ պարոն Օրբելյանի հետ համաձայն եմ, դատախազությունը միջև էս պահը միշտ շատ sense կոշտ տարել այն տեսակետը, որ մենք չենք կապում հանցանքի հետ, որովհետև պարտավոր չենք կապել։ Հիմա եթե կգա ինչ-որ մեկը կասի, որ չէ, փաստորեն կապում ենք, այդ արդեն շատ լուրջ խնդիրներ կարող է առաջացնի քաղաքացիական դատավարության օրենսգրքի տեսանկյունից, որովհետև եթե մի գործ դատաքննության փուլում է, դու չես կարող ամբողջ նախնական նիստերի ընթացքում չկապել, չնշել, դատաքննության ընթացքում գաս ասես, ես արդեն սա ասում եմ։ Սահմանադրական դատարանի դիրքորոշումը։ Այո, որովհետև սահմանադրական դատարանի դիրքորոշումը ոչ թե նշանակում է, որ փոխվել է օրենք, այլ նշանակում է, որ գոյություն ուներ օրենքի միակ իրավաչափ կիրառման մեկ տրամաբանություն, որը ի սկզբանե պետք է ճիշտ կիրառվեր, որդեգրվեր եւ դատախազության եւ դատարանների կողմից, բայց այդպես չի արվել, դա արդեն դատախազության խնդիրն է, որ դատախազությունը ի սկզբանե չի ղեկավարվել այն կանոնով, որը այսօր ասել է սահմանադրական դատարանը։ Շնորհակալություն հարցի համար Տիկին Մամուլյան։ Առաջի ոնց որ մասով ընդհանրական ներկայացնեմ, որ իմ ընկալմամբ չկա դատախազության կողմից ներկայացված այնպիսի հայց, որը առկա կառուցակարգերի կամ կարգավորումների պայմաններում, հաշվի առնելով թե սահմանադրական դատարանի փոփոխույց որոշման դրամաբանությունը, թե միջազգային փորձը, թե անգամ օրենսդրի կարգավորումները գործող լեգիտիմ հիմք ունի բավարարվելու։ Մենակ այս հանգամանքը, այսպես ասեմ, առկա կառուցակարգերի պայմաններում կանխորոշում է բոլոր տեսակի գործերի ելքը իմ կարծիքով։
Հարցի այն մասին, թե մասնակիցներից ունեն, այսպես ասեմ, ինչ-որ շեմը հարթարող գույքային միավոր թե ոչ, այստեղ ոչ թե դա կարևոր, այլ հարցը երբ թե ուրիշ մեթոդաբանությամբ պետք է հնչեցվեր, այն մեթոդաբանությամբ, որ կիրառվում է գործի շրջանակներում Հայաստանի Հանրապետության մի քաղաքացի կա, որ կարա այդ մեթոդաբանությամբ կամ այդ տրամաբանության դեպքում ունենա օրինական գույք։ Ես վստահաբար կասեմ, որ այն օրենքի կարգավորման իմաստով չունենք այդ խնդիրը, բայց այն մեթոդաբանությունը, որ կիրառվում է, այդտեղ բոլորս ներառյալ դուք, մյուսները խնդրահարույց սուբյեկտներ են։ Դրա համար այդ կարգավորումները, որ այդ տրամաբանությամբ ու այդ մեթոդաբանությամբ է կիրառվում, պետք է փոխվեն կամ հստակեցվեն, որպեսզի թե իրավական որոշակիություն մտնի, թե այդ վարույթները դառնան ավելի վստահելի, վստահություն ներշնչեն եւ թե այդ վարույթները արդյունավետ դառնան։ Եկեք խոստովանենք, որ արդյունավետ չեն նաեւ այն պատճառաբանությամբ, այդ իմ մատնշած մեթոդաբանությունը սխալ եղանակով է կիրառվում։ Շնորհակալություն։ Տիկին Մամուլյան, գիտեք, ձեզ չպատասխանելը դժվար է, բայց այս անգամ մասնակի կպատասխանեմ։ Ես գտնում եմ, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո բոլոր հայցերն անխտիր, որոնք գտնվում են դատարանում, ակնհայտ անհիմն են եւ պետք է մերժվեն։ Հետևաբար էլ կարծում եմ անհրաժեշտ չի գնահատել, որ մի սուբյեկտի մոտ ինչքան արժողությամբ գույք կա, նաեւ մեկ դիտարկում էլ, օրինակ նախկինում եղած խորհրդային ռուբլու կամ ռուսական ռուբլու գնողունակությունը շատ ավելի բարձր է եղել, քան այսօր, եթե մենք դա փորձենք համադրենք դրամի հետ։ Այսինքն նախկինում մարդը օրինակ 8000 ռուբլիով կարող էր 3 սենյականոց տուն առնել, իսկ այսօր մենք նույնիսկ այդ 8000 ռուբլին, որ դրամի բազմապատկենք, չգիտեմ, կարող է մենակ ոչ մի բան չառնենք։ Շնորհակալություն, պարոն Ղազարյան, ձեր մասնակցությամբ այդպես աղմկահարույց գործ չհիշեցի, որ Կարծեմ դուք պետք է տաք հարգելի։ Չէ, բայց դուք ինձ խոստացաք, որ երրորդ հարցս էլ Բայց ձեր մենախոսությունն է դարձել սա կարծես թե։ Բայց 20 րոպեից ես էի լսում։ Չէ, հարցերը մենակ դուք եք տալի դրա համար, լավ։ Ես անդրադառնամ Վայե Գրիգորյանի ասացին, բայց անդրադառնամ հետևյալ կերպ։ Տեսեք, նա ասում է, որ պաշտոնյանին պետք է իմացած լինեն, չէ՞։ Դա հակասում է նրան ինչ ՍԴՆ ասել է։ ՍԴՆ տեսեք ինչ է ասում։ ՍԴՆ ասում է, որպեսզի փաստի կանխավարկած աշխատի, որ գույքը ապօրինի է, պետք է ցույց տալ ոչ թե արդեն դատված լինելու հանգամանքը, այսինքն մեղքը, այլ դրա հավանականությունը։ Եվ մեր մոտ առաջանում է անորոշություն, ինչ է դա նշանակում։ Հարուցված վարույթ, թե արդեն քրեական հետապնդում, թե ընթացքի մեջ դատական գործ, բայց ՍԴՆ լուծումը տալիս է։ Ինքը ասում է երկու բան, առաջինը փաստեր, որով հնարավոր է ցույց տալ կապը, որ այդ հանցագործության առարկա գույքից կարող է գեներացվել, վարքագծից կարող է գեներացվել այս գույքը, եւ երկրորդը շատ կարեւոր է, իմ համար ամենակարևորն է, դա մարդակենտրոնն է։ Երկրորդ ցույց տալու պաշտպանության իրավունքները հարգվել են։ Այսա իմ համար ամենակարևորն է, այսինքն, եթե դուք ուզում եք ասել, այս գույքը ապօրինի է, ուրեմն պետք է դատավարություն իրականացնենք այնպես, որ պաշտպանության կողմը չհայտնվի անհավասար վիճակում։ 108 կետն է կարծեմ։ Այսա ինձ թվում է պետք է լինի հետագա ամբողջ տակտիկան։ Իսկ միեդը տալիս է ուղեցույցներ, թե պաշտպանական իրավունքները ոնց կարելի է համարել չհարգված։ Ասա ի պատասխան Վայե Գրիգորյանը, որ իսկ ով է ասել, որ հանցագործություն կատարած անձը չի կարող արդարացվել։ Այսինքն պաշտոնատար անձը նույնիսկ եթե գիտեր, որ այդ գույքը անօրինական է, բայց դուք նրան պետք է դատեք 63 հոդվածով, որը ՍԴՆ ասեց։ Այսինքն, որպեսզի գույքը համարվի կանխավարկածը, որ այդ գույքը ապօրինի աշխատի, երկու բան է պետք։ Փաստեր, որ կապ ունի վարքագիծը, այսինքն այդ վարքագիծը կարող է գեներացվել այդ վարքագծից հանցավոր այդ գույքը, եւ երկրորդ պաշտպանական կողմի իրավունքների հարգանք։ Այսա հենց այդ փոխհավասարակշռման տեսքն է, որ բավականին ծանր բեռ է դատել, որ միջև դուք պաշտպանության կողմին համարժեք հնարավորություն չտաք պաշտպանվելու, գույքը չի կարող համարվել փաստի կանխավարկածի ուժով որպես ապօրինի ձեռք բերված։ Կներեք, ամփոփելով ավելացնեմ, որ տեսեք,
պետք է արձանագրում կատարենք մեր մասնագիտական համայնքի համար, այո, կոռուպցիայի կանխարգելումը եւ հանցավորության դեմ պայքարը առաջատար պետության համար իրականացման գործիքակազմերից են եւ լիովին կիսում ենք այդ գործիքակազմերի ներդրումը մեր իրավական համակարգում։ Խնդիրը նրանում է կանում, որ պետք է հրաժարվել աջ ձեռքով ձախ ականջը քորելու քաղաքականությունից եւ եթե ներ ենք դնում իրավական ինստիտուտներ, այդ ինստիտուտները տեղավորվեն իրավական որոշակիության շրջանակներում, եթե խոսքը գնում է իրավական պետության մասին, որտեղ մարդը հռչակված է որպես բարձրագույն արժեք եւ հանրային իշխանությունները կաշկանդված են մարդու իրավունքներով ու ազատություններով։ Այս պարագայում մեր երկրումներ է դրվել մի օրենք, որը չունի գործիքակազմ եւ զուտ հայեցողական միտումներով գալիս է եւ հայցվոր կողմը մեղադրանքներ է ներկայացնում։ Իդեպ Պաշտպանության կողմը այս պարագայում անհավասար, էականորեն անհավասար ու անշնորհակալ կարգավիճակում է հայտնվում։ Շնորհակալ եմ։ Եթե կարելի է Տիկին Մամուլյան